Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։ Ողջույն սիրելի հեռուստադիտողներ։ Այս կիրակին մեր եկեղեցում կոչվում է անիրավ դատավորի կիրակի։ Այն իր անվանումը վերցրել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատմած համանուն առակից, որ պատմել էր իր աշակերտներին մեզանից դեռևս 2000 տարիներ առաջ։ Այս առակում պատմվում է այն մասին, որ մի դատավոր կար արևելքում, անպատկար, Աստծուց չվախեցող, մարդկանցից չամաչող մի կերպար, ինչպես եւ արևելքի գրեթե բոլոր դատավորները, եւ մի այրիկին կար, որ իր ոսոխի դեմ դատ ուներ, խնդիր ուներ։ Այս կինը ոչ ոք չուներ օգնող, ոչ մի հովանի նեցուկ չուներ, եւ ամեն անգամ գալիս էր դատավորին, խնդրում էր, ասում էր՝ իմ դատը իմ ոսոխի դեմ տես, սակայն դատավորը հստակ գիտեր, որ այս կինը որևէ բանով չի կարող իրեն փոխհատուցել, գումար էլ չունի, որ կարողանա վճարել իր ծառայության համար, եւ ամեն անգամ հետաձգում էր այրի կնոջ դատը։ Սակայն այս կնոջ պարագային մենք կարող ենք ասել, որ ինքը ուներ մի կարևոր զենք, սա իր համբերատարությունը, համառությունն ու, ինչպես ավետարանում է նշված, իր հարատևությունն էր, իր խնդրանքի մեջ հարատև լինելն էր, որովհետև ինչպես առաքում էլ պատմվում է, դատավորը ի վերջո ձանձրացած արդեն, որ այլևս չէր ուզում, որ այս կինն իրեն անհանգստացներ, ասում է՝ լավ, տեսնեմ այս կնոջ դատը, որովհետև արդեն հոգնեցրեց ինձ։ Այս առակը պատմելուց հետո Քրիստոս ասում է, եթե սա անիրավ դատավորն էր, մի մարդ, որ չէր վախենում Աստծուց, չէր ամաչում մարդկանցից եւ այս կնոջ խնդրանքներից հետո կատարեց իր ցանկությունը, ապա տեսեք ինչպես պիտի վարվի ձեզ հետ ձեր երկնավոր հայրը, որ գթասիրտ է, որ մարդկանց սիրող է, որ ողորմած է։ Այս առակի միջոցով Քրիստոս մեզ սովորեցնում է, որ պետք է անդադար աղոթել, հարատև լինել աղոթքի մեջ։ Մեզանից ոմանք երբեմն դժգոհում են, որ իրենց աղոթքները չեն լսվում, երբեմն տրտնջում ենք, որ մեր աղոթքները պատասխան չեն ստանում։ Սակայն սիրելիներս, վստահեցնում եմ ձեզ, որևէ աղոթք չլսված եւ կամ անպատասխան գոյություն չունի։ Բոլոր աղոթքները Աստծո կողմից լսելի են եւ բոլոր աղոթքները իրականում պատասխան ունեն։ Երբեմն մենք ուղղակի աղոթում ենք այնպիսի բաների համար, խնդրում ենք Աստծուց այնպիսի բաներ, որոնք իրականում մեզ համար անհրաժեշտ չեն, որովհետեւ մեր հայրը ավելի լավ գիտի մեզ համար ինչն է անհրաժեշտ եւ ինչը ոչ։ Հնարավոր է, որ մեր հարազատի համար աղոթելիս առաջնային ավելի մեծ օգուտ ունենանք մենք ինքներս, մեր հոգու շինության եւ զորացման համար։ Երբեմն նաեւ մենք մեր աղոթքները իրականացած չենք տեսնում, որովհետեւ իրականում դրանք անհրաժեշտ չէ, որ իրականանան։ Պատմում են, որ մի փոքրիկ գյուղաքաղաքում բոլոր բնակիչները միշտ նոր տարվա օրը հավաքվում էին քահանայի գլխավորությամբ գյուղի կենտրոնում, աղոթք էին անում եւ դիմավորում էին նոր տարին։ Եվ հերթական տարին, երբ որ մոտենում է ավարտին, հավաքվում են, աղոթք են անում, տեսնում են, որ ձյուն չկա, բոլոր բնակիչները սկսում են տխրել, որ ինչու ձյուն չկա, որովհետև առանց ձյան գեղեցիկ չէր լինելու իրենց նոր տարին, բոլորով միասին աղոթք են անում, որպեսզի ձյուն լինի, սակայն այդպես էլ մինչև առավոտ ձյուն չի լինում եւ բոլորը տխուր տրտում գնում են իրենց տները։ Առավոտյան քահանան տեսնում է, որ մի փոքրիկ ուրախ զվարթ թռչկոտում է Եղևնու շուրջը եւ մոտենում ու հարցնում է այս երեխային, ասում է՝ բոլորը տխրեցին, դու ինչու ես ուրախացել։ Փոքրիկը պատասխանում է եւ ասում է՝ Տեր հայր, գիտես, ես 3 ամբողջ գիշեր աղոթք եմ անում, որպեսզի ձյուն չգար, որովհետև ես այս տարի ձմեռային կոշիկներ չունեմ։ Երբեմն մեր աղոթքը իրավացի է, երբեմն մեր աղոթքը արդարացի է, բայց մեզանից ավելի լավ գիտե Աստված, որ աղոթքն է, որ պետք է իրականանա եւ որ աղոթքն է, որ պետք է դեռևս սպասվի։ Իսկ հենց այս առակով, անիրավ դատավորի մասին պատմող առակով, Քրիստոս մեզ ուզում է ցույց տալ, որ պետք է աղոթել անդադար, անկախ նրանից քո աղոթքը իրականացել է թե ոչ, դու աղոթիր անդադար, հավատով աղոթիր եւ մի օր Աստված վստահաբար իրականացնելու է քո ցանկությունը, ամեն դեպքում Աստված մի օր պատասխանը տալու է քեզ։ Երբ մենք աղոթում ենք, մենք հոգեվոր զրահներով ենք զինվում։ Երբ մենք աղոթում ենք, Աստված մեզ պաշտպանում է եւ ինքներս մեր շուրջը հոգեվոր զրահով պաշտպանում ենք չարից։ Այն պահին, երբ մենք չենք աղոթում, այն օրը, երբ մենք չենք աղոթում, այդ օրը իմացեք, որ մեզ պաշտպանող զրահը միտեղ ճեղքվածք է տալիս, միտեղ բաց անցք է մնում, որտեղից որ թշնամին կարող է հարձակվել մեզ վրա։ Անիրավ դատավորի մասին պատմող առակի վերջում Հիսուս Քրիստոսը շատ գեղեցիկ մի արտահայտություն է ասում, որը որ կարելի ասել այս առակի բանալին է եւ հաջորդ կիրակի, Գալստյան կիրակի նախաբանը, ասում է, եւ երբ մարդու որդին գա, արդյոք աշխարհի վրա կգտնի այս տեսակ հավատք։ Այսինքն ուզում եմ մեզ սովորեցնել, որ ամեն պարագայի
պետք է անդադար աղոթել, պետք է միշտ աղոթք անել, որովհետև եթե նայենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը, ինքը ամեն պարագայի աղոթք էր անում։ Գեթսեմանի պարտեզում իր աղոթքն էր, որ եթե հնարավոր է, չարչարանքների բաժակն Աստված, Հայր Աստվածն իրենից հեռացներ։ Սակայն տեսեք, որ Հայր Աստված ուզեցավ, որ Հիսուս Քրիստոս տաներ չարչարանքների բաժակը ըմպեր, եւ բաժակը չհեռացավ իրենից։ Տեսնում ենք, որ Հիսուս Քրիստոս խաչի վրա, երբ որ իրեն մեխերը անցկացնում էին իր ձեռքերի միջով, ինքը աղոթք էր անում, ասում էր Աստված իմ, մի թողիր ինձ, ինչու ես թողնում ինձ։ Այն պահին, երբ որ արդեն իր վախճանը մոտ էր, ինքը ասում է, որ Հայր, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին։ Ամեն պարագայի պետք է աղոթել։ Նույն կերպ եւ Ստեփանոս նախավական, որին քարկոծում էին, ինքը իրեն քարկոծողների համար աղոթք էր անում։ Այսօրվա առակի խորհուրդն է, որ մենք ամեն պարագայի պետք է աղոթք անենք, անկախ այն հանգամանքից մեր աղոթքը իրականանում է, մեր աղոթքը լսվում է մեր կարծիքով թե ոչ։ Կուզեի հիշեինք Հայր մերում հնչող տողերը, որտեղ ասում ենք. «Եվ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած»։ Խնդրում ենք Աստծուն աղոթքի մեջ, որ թողնի մեր մեղքերը, թողնի մեր պարտքերը, ինչպես որ մենք ենք ներում մեզ պարտապան եղած մարդկանց, մեր հանդեպ չարիք գործած մարդկանց։ Սիրելիներ, առավել քան վստահ եմ, որ բոլորդ էլ քաջ գիտակցում եք, որ եթե Աստված մեզ ների այնպես, ինչպես որ մենք ենք ներում մարդկանց, մենք անմիջապես կփոշիանանք, որովհետև իրականում մենք առավել քինակալ ենք, առավել ողակալ ենք, առավել դժվար ենք ներում մեր դիմացինին։ Հետևաբար հարատև աղոթքի մեջ լինել նշանակում է նաև ամբողջ կյանքը աղոթքին վայել կերպով վարել։ Այսինքն ապրել այնպես, ինչպես որ մենք աղոթում ենք։ Պատահական չէ, որ անիրավ դատավորի մասին պատմող առակից անմիջապես հետո մեր Տեր Հիսուս Քրիստոսը բերում է նաև մեկ այլ գեղեցիկ օրինակ՝ Փարիսեցու եւ Մաքսավորի աղոթքի համեմատությունը։ Մենք գիտենք, որ հրեաները աղոթքի մեջ շատ ցուցամոլ էին։ Իրենք փորձում էին ամեն կերպ դիմացինին ցույց տալ, որ աղոթք են անում, որ Աստծուն ավելի մոտիկից են ճանաչում եւ ամեն կերպ նվիրված են Տիրոջը։ Այս է ցուցադրում իրենց քայլը։ Նրանք երկուշաբթի եւ հինգշաբթի օրերը պարտադիր կերպով գնում էին շուկա, որովհետեւ այդ օրն էր հիմնականում առևտրի օրը իրենց մոտ, գնում էին շուկա, կանգնում էին հրապարակներում եւ սկսում էին բարձրաձայն աղոթել, իրենց գլխին մոխիր էին լցնում, շորերը պատառոտում էին, ցույց տալով, որ ամեն կերպ ցույց տալով, թե իրենք որքան խորն են ընկալում աղոթքը եւ որքան նվիրված են իրենց աղոթական գործին։ Սակայն Հիսուս Քրիստոս խոսում է սրա դեմ։ Խոսում է սրա դեմ Մատթեոսի ավետարանում եւ ասում է, եթե աղոթելու լինեք, քաշվեք ձեր ներսի սենյակը։ Ինքներդ փորձեք կենտրոնանալ եւ որևէ մեկին ցույց չտալ, որ դուք աղոթք եք անում։ Ցուցադրաբար չանել ձեր աղոթքը։ Հետաքրքրական է նաեւ հետեւյալը. երբևէ փորձել ենք աղոթել ճիշտ աղոթել սովորելու համար։ Առաջին հայացքից պարզ մի բան է թվում, բայց երբ աղոթք ես անում եւ խնդրում ես Աստծուն, որ քեզ ճիշտ աղոթելու ձևը սովորեցնի, այս դեպքում վստահ եղեք, որ մեր աղոթքների ընկալումը այլ կլինի։ Մեր աղոթքների պատասխանը մենք շատ դեպքերում առավել հստակ կտեսնենք, քան այն դեպքում, երբ ինքներս մեր ուժերի վրա վստահ աղոթք կանենք առանց մտածելու՝ միգուցե իմ աղոթքը Աստծուն հաճելի չէ այս կերպ։ Հետևաբար, սիրելիներ, փորձենք այս շաբաթ առավել ջանասիրաբար աղոթել, փորձենք հեռու մնալ ծուլության մեղքից հատկապես աղոթքի պարագային եւ անդադար հարատև աղոթքի մեջ լինենք, որի միջոցով էլ մեր կապը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հետ կլինի առավել ամուր եւ հաստատուն։ Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան։